Կոռուպցիայի դեմ պայքարը ցանկացած իրավական պետության համար ոչ միայն առաջնահերթություն է, այլև վստահության ամրապնդման կարևոր գործիք։ 2025 թվականը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հետևողական աշխատանքը եւ սկզբունքային մոտեցումները կարող են բերել իրական արդյունքների։ Չնայած բարձր ծանրաբեռնվածությանը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն շարունակեց իր առաքելությունը, արձանագրելով շոշափելի ձեռքբերումներ եւ ձևավորելով շարունակականության հստակ օրակարգ։ Ամփոփում ենք 2025 թվականը եւ ներկայացնում 2026 թվականի անելիքները հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի հետ հարցազրույցում։ Կոռուպցիոն ուշագրավ բացահայտումներ եւ անգնահատելի աշխատանք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն տարվա ընթացքում չնայած ծանրաբեռնվածությանը արձանագրեց մի շարք ձեռքբերումներ, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս ասելու, որ 2025 թվականը հակակոռուպցիոն կոմիտեի համար կայացման տարվա շարունակություն էր։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու եւ համաձայնվելու 2025 թվականը համատեղ ամփոփելու համար։ Իհարկե ամփոփում ենք 2025 թվականը, սակայն ինձ համար կարևոր է, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գործընթացը արդարացվել է, արդյոք այն սպասելիքները, որոնք ակնկալվում էր այս կառույցից, կատարվել են եւ արդեն հետհայացք նետելով եւ այս տարիների աշխատանքն ամփոփելով կարող ենք փաստել, որ վստահորեն պետք էր այս կառույցը Հայաստանի Հանրապետությանը։ Ես եմ շնորհակալ հարցազրույցի համար։ Տեսեք, կոռուպցիոն հանցագործությունները շատ հաճախ բարդ հանցագործություններ են, որոնք իրենց բնույթով պահանջում են մանրակրկիտ եւ խորը քննություն, եւ այս համատեքստում նախաքննական մարմնի մասնագիտացված նախաքննական մարմնի արկայությունը իր բավարար փորձի եւ ռեսուրսների տիրապետելու առումով մեծ նշանակություն ունի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու մասով։ Բացի այդ, պետք է ուղիղ ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է հատուկ փորձ եւ վերլուծություն, իսկ կոնկրետ նախաքննական մարմինը առանցին կարող է մասնագիտանալ այդ հատուկ վերլուծության մեջ, որը թույլ կտա ավելի արագ եւ արդյունավետ բացահայտել կոռուպցիոն սխեմաները։ Իսկ երկրորդ հերթին սա անկախ նախաքննական մարմնի արկայությունը հակակոռուպցիոն թույլ է տալիս հասարակությանը հասկանալ, որ պետությունը իրապես պայքարում է կոռուպցիայի դեմ եւ կարող է համարժեք արձագանք տալ կոռուպցիոն դեպքերին։ Այսինքն ամփոփելով կարող ենք նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարում մի գործիք է, որը թույլ է տալիս առավել արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ, եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է կառույցի կազմում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների արկայությունը, որոնք թույլ են տալիս այո, որոնք առանձնահատկություն են նախաքննական մարմինը, որ իր կազմում ունի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում, որը օգնում է ոչ միայն արագ արձագանքել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ տեղեկություններին, այլ խորապես պայքարել բարդ եւ քողարկված կոռուպցիոն սխեմաների դեմ եւ բացահայտել դրանք ամբողջությամբ։ Շատ լավ։ Ես ուզում եմ մատնանշել, որ եվրոպական դատան մի շարք որոշումներում հենց ընդգծել էր այդ ուղղությունը, որ երբ օրինակ քննվում է նախաքննություն իրականացնող մարմնի վերաբերյալ մարմնի աշխատակիցների վերաբերյալ որևէ գործ չի կարող այդ մարմին անաչառություն դրսևորել։ Դրա համար անհրաժեշտ էր թերևս ստեղծել այնպիսի մի մարմին, որն ավելի անաչառ եւ ավելի ազատ ու անկախ կգործեր եւ չէր ընդգրկվի այդ նույն կառույցի մեջ։ Այս տարբերակում անկախությունը մյուս նախաքննություն իրականացնող մարմիններից եւ այսպես գործադիր մարմնից, օրենսդիր մարմնից տարանջատված է, ունենք մենք այդ անկախությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմիններից մեկն է հանդիսանում։ Մենք ունենք անկախ հակակոռուպցիոն մարմիններից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանները եւ այն անկախ է, գործում է համանացան օրենքներին համապատասխան, իրականացնում է նախաքննություն, ինքնաբար է, ղեկավարում է բացառապես օրենքներով։ Եկեք արդեն 2025 թվականին անդրադառնանք եւ նշենք, թե ես տեսել եմ, որ բավականին շատ նախաքննական գործընթացներ են իրականացվել, մեղադրանքներ առաջադրվել, դա նշանակում է, որ ահռելի աշխատանք է իրականացվել։ Խոսենք մի փոքրիկ 2025 թվականին արձանագրված հանցագործության դեպքերից եւ այն աշխատանքների ծավալից, չգիտեմ, հանցագործությունների բացահայտումից, պետությանը պատճառած վնասի վերականգնումից, որոնք կատարվել են հենց 2025 թվականի ընթացքում։ Անցնող տարվա ընթացքում ունեցած մեր ցուցանիշները խոսուն են։ 2025 թվականի 11 ամիսների ամփոփման արդյունքների մասին կարող ենք այս պահին խոսել։
Տեսեք, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում քննվել է 2356 քրեական վարույթ, նախորդ ժամանակահատվածի 2104-ի համեմատ, այսինքն 252-ով ավել քրեական վարույթ է քննվել, սակայն այս պայմաններում դատարան ուղարկված վարույթների թիվը աճել է 78-ով, սա կազմում է շուրջ 56%, իսկ դատի տված անձանց թիվը ավելացել է 231-ով, սա կազմում է շուրջ 72%, իսկ կարճված քրեական վարույթների թիվը նվազել է 94-ով, այսինքն 16%-ով, այսինքն այստեղ մենք ունենք դատարանի աճ եւ կարճման նվազում։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ պատճառված վնասին, այստեղ մեծ ծավալուն աշխատանք է իրականացվել, 11 ամիսների ընթացքում վերականգնել ենք միայն դրամական տեսքով 2 միլիարդ 230 միլիոն դրամ գումար, որը նախորդ ժամանակահատվածի համեմատ վերականգնվել է շուրջ 597 միլիոն դրամ գումար։ Ենթադրյալ հանցագործության պատճառած վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների մեծածավալ լինելը վերահաստատելու առումով կուզենայի մեկ համեմատական հասկացնել։ Տեսեք, 2025 թվականի 11 ամիսների ընթացքում վերականգնվել է 2021-ից 2024 թվականը ներառյալ վերականգնվածից 2.5 անգամ ավել վնաս։ Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել է ապօրինի օտարված 9 միլիարդ 165 միլիոն դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով 181 միավոր հողատարածք, որոնք ենթակա են հետագային վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու գործիքակազմը օդի պես անհրաժեշտ է կառույցին։ Այն նշեցինք, որ արդեն ունենք այդ գործիքակազմը, ուզում եմ հասկանալ ինչ փոխեց դա կառույցում, ինչ տվեց կառույցին եւ արդյոք այն արդյունավետությունը, որի մասին նշмарվում էր եւ որը որ խոստում էր, որ պետք է բարձրացվի, բարձրացվել է։ Այս թվերը խոսում են հենց այդ գործիքակազմի արդյունավետության մասին թերևս։ Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների կողմից եւս կատարվել է մեծածավալ աշխատանք անցնող տարվա ընթացքում, կատարվել են բազմաթիվ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են բազմատեսակ հանցագործություններ կոռուպցիոն բնույթի, որոնց վերաբերյալ ներկայացվել է 115 առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Դրանցից շատերը բազմադրվակ կոռուպցիոն դեպքերի մասին են, մեծ մասը ստացել են նաև հասարակական մեծ հնչեղություն։ Շատ տվյալներ հնարավոր չէ բացահայտել, քանի որ օպերատիվ հետախուզական գործունեությունն իր բնույթով գաղտնի բնույթ է եւ շատ տվյալներ հնարավոր չէ բացահայտել։ Սակայն այստեղ մեծ նշանակություն ունեն նաև անցնող տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը, տարածքային բաժինների ստեղծումը, գործառույթների հստակ տարանջատումն ու սահմանումը, որոնք էապես բարձրացրել են հակակոռուպցիոն պայքարի թիրախայնությունն ու արդյունավետությունը։ Շատ տեղին է նշել նաև անցնող տարվա ընթացքում օպերատիվ հետախուզական ստորաբաժան աշխատողների աշխատանքի գնահատման կարգի ներդրումը, որը նորույթ է, նախադեպը չի ունեցել։ Այստեղ խրախուսող որևէ գործընթաց սկսելու գնահատման կարգ է սահմանված, որը թույլ է տալիս օբյեկտիվ եւ չափելի չափորոշիչների հիման վրա իրականացնել աշխատանքի գնահատումը եւ բացառել հնարավորինս սուբյեկտիվ մոտեցումները եւ գնահատման առանցքում ունենալ միայն իրական արդյունքները, կատարողական եւ մասնագիտական որակները։ Սա գնահատման կարգը առաջին հերթին կխթանի պատասխանատվության զգացումը եւ նաև կզսպի կարծում եմ։ Այո, եւ կզարգացնի մոտիվացիան նրանց մոտ։ Բացի այդ, գնահատման կարգը մեզ թույլ կտա վերհանել թե ուժեղ կողմերը, թե խնդրահարույց կողմերը եւ ապագայում արդեն իսկ նպատակային կերպով պլանավորել թե վերապատրաստումները, թե կառավարությունների զարգացումները, խնդիրներն իրականացնել։ Շատ լավ։ Նշեցիք, որ ընդլայնել եք գործունեությունը նաև ընդգրկելով տարածքային որոշ առումներ։ Այսինքն հակակոռուպցիոն կոմիտեն բացի այս կառույցից, որն առկա է, ունի այլ ստորաբաժանումներ առանձնացված։ Օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման հենքի վրա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորվեցին 4 ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանումներ, օպերատիվ հետախուզական առաջին վարչությունը, երկրորդ վարչությունը եւ օպերատիվ տեխնիկական բաժինը եւ տեղեկատվական վերլուծական բաժինը։ Այստեղ երկու վարչությունների կազմում առաջին եւ երկրորդ ստեղծվել են տարածքային բաժիններ, Լոռու եւ Շիրակի տարածքային բաժինը, Սյունիքի եւ Այզորի տարածքային բաժինը, որոնք համալրման փուլում են, կադրային համալրման փուլում են, ներկայումս մրցութային գործընթացներ են ընթանում եւ տարածքային բաժինները մեզ թույլ կտան տեղում
ծանոթանալ կոռուպցիոն ռիսկերին, նույնականացնել դրանք եւ առավել արդյունավետ ոչ միայն բացահայտման, այլ նաեւ կանխարգելիչ լուրջ միջոցառումներ իրականացնել։ Սա նորույթ է, նախադեպը չի ունեցել տարածքային բաժնի ստեղծումը եւ հետագայում ըստ ստեղծված բաժինների աշխատանքի արդյունավետության, սա պիլոտային է, նաեւ կքննարկվի այլ մարզերում տարածքային օպերատիվ հետախուզական բաժինների ստեղծման հնարավորությունը։ Շատ լավ։ Ես նշмарել եմ, որ 2025 թվականին բավականին շատ էին քրեական գործեր, որոնցով անցնում էին հայտնի անձիկ, պաշտոնատար անձիկ, որոնք ունեն հեղինակություն, համբավ եւ բնականաբար որոշ գործիքակազմեր։ Արդյոք այդ գործիքակազմերը կարող են ճնշել քննիչին իր գործունեություն իրականացնելու ընթացքում։ Ես կարող եմ նշել, որ հակակոռուպցիոն կոմիտեում անկախ պաշտոնատար անձանց դիրքից, ժամանակից հակակոռուպցիոն կոմիտեն որևէ կաշկանդվածություն չունի, թե նախկին, թե գործող պաշտոնյաների մասով համապատասխան հիմքերի առկայության դեպքում վարույթներ նախաձեռնելու, հանրային քրեական հետապնդման միջնորդություններ հարուցելու եւ այլ ընթացակարգեր նախաձեռնելու մասով։ Կուզենայի այստեղ խոսել նաեւ ուշացած արդարադատության մասին։ Տեսեք, հակակոռուպցիոն կոմիտեն որդեգրել է ուշացած արդարադատությունը բացառելու կամ նվազագույնի հասցնելու գործելավոճ, քանի որ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության մեջ ոչ միայն կարևոր է այդ գործընթացների օրինականությունն ու թափանցիկությունը, այլ նաև կարևոր է դրանք ողջամիտ ժամկետներում իրականացնելը, որովհետև երբ որ իրավական գործընթացները երկար են ձգվում եւ շատ հարցեր կարճ ժամկետում լուծում չեն ստանում կամ ողջամիտ ժամկետում լուծումներ չեն ստանում, հասարակության մոտ ձևավորում է տպավորություն, որ արդարադատությունը չի գործում կամ ոչ արդյունավետ է գործում կամ ընտրովի է գործում։ Եվ այստեղ շատ կարևոր է ուշացած արդարադատությունը նվազագույնի հասցնելը, եւ այս ուղղությամբ մեր աշխատանքները խոսում են, որովհետեւ 2025 թվականի ընթացքում ընթացք լուծված քրեական վարույթներից 102-ը եղել են 2-ից 7 տարի ժամկետով քննվող, որոնք վերաբերվել են նախկին եւ գործող բարձրաստիճան տարբեր մակարդակների պաշտոնատար անձանց, նախկին վարչապետ, քաղաքապետ, նախագահ եւ շուրջ 200 քրեական վարույթ 1 տարուց ավել քննվող ընթացքը լուծվել է եւ այս ցուցանիշները լավարկման միտում ունեն, որովհետեւ դեռևս դեկտեմբեր ամսվա ընթացքում եւս նախատեսվում են երկար ժամկետում քննվող իշար քրեական վարույթներ հասնել հիշեցնենք, որ քննարկում ենք զուտ 11 ամիսների աշխատանքը այս բանի ամփոփել, սակայն այս ցուցանիշներն արդեն իսկ խոսում են եւ հետագայում արդեն իսկ պետքա բացառվի երկարատև քննությունները, ձգձգումները։ Առաջարկում եմ խոսել 2026 թվականի անելիքներից։ Այլ բոլորս եւ կառույցները եւ մարդիկ սովոր են պլանավորել, թե ինչ ուղղություն են կարևորելու 2026 թվականին եւ ինչ անելիքներ են պլանավորել, որպեսզի կենսագործեն այլ ավելի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Որոշներին արդեն իսկ անդրադարձակ։ Կան հստակ ուղղություններ, որոնք կարևորվում են այս պահին 26 թվականի համար։ 26 թվականի ընթացքում մենք ունենք շատ անելիքներ ներկայիս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված մասնագիտացված քննչական վարչությունների կայացման, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող նոր ստորաբաժանումների կայացման, ներդրված նոր փոփոխությունների կայացման, մասնավորապես փոփոխությունների շարքում օրինակ անիմացիոն տեսահոլովակների շարք է մշակվել, որտեղ անիմացիոն տեսահոլովակներում ցույց է տրվում կոռուպցիոն դրսևորումների մասին, դրա բացասական հետևանքների մասին եւ ազդարարվում է հակակոռուպցիոն կոմիտե դիմելու անհրաժեշտության մասին։ Սա նորույթ է եւ գալիք տարում ել ավելի նոր ինտենսիվությամբ դա պետք է տարածվի։ Բացի այդ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ են մեծ քայլեր իրականացվում, հանդիպումներ են իրականացվում բուհերի ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների հետ, որոնց արդյունքում նույնպես հակակոռուպցիոն կրթության արժե համակարգի ձևավորման, կոռուպցիայի զրո հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում եւ սա պետք է շարունակվի։ Նոր տարում կադրային համալրումների մասով մեծ փոփոխություններ են իրականացվում, մասնավորապես կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ գործնականում առաջացող խնդիրների հաղթահարման եւ օպերատիվ ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման ուղղությամբ ներկայումս մշակվում է օրենսդրական փաթեթ եւ կա աշխատանքային խումբ։ Եվ այս նոր տարում հնարավորություն ունենանք այդ օրենսդրական փաթեթը համապատասխան ժամկետներում եւ համապատասխան ընթացակարգերով ներկայացնել պատկան մարմիններ եւ եթե հասնենք դրա ընդունմանը, հնարավորություն կունենանք ավելի որակյալ կադրերով համալրել, որովհետեւ սոցիալական երաշխիքներն ինքնին
թույլ կտան լավ կադրերով համալրել կառույցը եւ ավելի գրավիչ կդառնա օպերատիվ ծառայողների համար։ Մենք շարունակելու ենք ակտիվ մեր վերահսկողական մեխանիզմների ակտիվացմամբ քննությունների ձգձգումները բացառելը, քանի որ մենք նաև մասնագիտացված 6 վարչությունների ստեղծման հետ մեկտեղ ստեղծեցինք նաև ներքին անվտանգության վերահսկողության վարչություն, նախորդ գործած ներքին անվտանգության վարչության հենքի վրա, սակայն այստեղ երկու տարբերությամբ առաջինը ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությանը վերապահվեց վերահսկողական գործառույթ, սա ինչը ենթադրում իրենից, սա ենթադրում է բարդ հասարակական հնչեղություն ունեցող երկարաժամկետ քննվող քրեական վարույթների ուսումնասիրություն, համապատասխան զեկույցների ներկայացում, որի նպատակը մեթոդական օգնություն ցուցաբերելն է, դատավարական սխալները նվազագույնի հասցնելն է եւ երկար քննվող քրեական վարույթները մշտապես ուշադրության կենտրոնում պահելն է եւ ղեկավարների ցուցումների, հանձնարարությունների միջոցով դատավարական գործողությունները պատշաճ ժամանակին կատարելը եւ դատավարական ավարտների հասցնելն է եւ երկրորդը նախաքննական գործառույթ չվերապահվեց ներքին անվտանգության վերահսկողության վարչությանը, ինչը թոթափեց ծառաբեռվածությունը եւ թույլ տվեց առավել ակտիվ իրականացնել իր իրադրությունները։ Այսինքն ներքին անվտանգության վերահսկողության վարչությունը մի անկախ դիտորդ կառույցի ներսում ձևավորվեց, որի նպատակը ծառայողների գործունեության օրինականությունը եւ վարքագիծը վերահսկել եկամուտների, բարեվարկության, կապերի մշտադիտարկման միջոցով, ժամանակին վերանել հնարավոր չարաշահումները, սուբյեկտիվ որոշումները եւ ռիսկային գործոնները։ Քանի որ խոսեցինք կադրերի համալրման մասին, տեղեկացված եմ, որ որոշակի փոփոխություններ կան այս մասով եւ կան կադրեր, որոնք իրականում չեն անցնելու քննիչի համար նախատեսված քննության գործընթացներով, որովհետեւ այլ առաքելություն են իրականացնելու։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Տեսեք, ընդհանրապես կադրերի համալրման գործընթացը հակակոռուպցիոն կոմիտեում բավականին բարդ է։ Նա նախատեսում է մի քանի փուլեր։ Նախ հայտարարվում է թափուր պաշտոնի համալրման մասով մրցույթ ինքնավար կամ օպերատիվ ծառայողների, որոնք մեկ ամիս ժամկետ է տրվում փաստաթղթերի ներկայացման համար, համապատասխան փաստաթղթեր, պահանջներ կան, որոնց վերաբերյալ պետք է ներկայացվեն փաստաթղթեր։ Այնուհետև փաստաթղթերի ուսումնասիրության փուլը անցնելուց հետո, եթե ներկայացվում են պատշաճ փաստաթղթեր, նշանակում է թեստավորման փուլ ինքնավար պաշտոն զբաղեցնող տեխնացուների համար։ Թեստավորման փուլը բաղկացած է 100 հարցերից, որոնք գաված են քրեական դատառությունից, քրեական իրավունքից, մասնագիտական համանadrություն եւ այլն։ Եվ թեստավորման փուլը հաղթահարելուց հետո հարցազրույցի փուլ կա, որտեղ նույնպես մասնագիտական գիտելիքներ են ստուգվում, եւ վերջում բարեվարկության փուլն է, որտեղ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված եզրակացության հիման վրա բարեվարկության մասով տեղենում բարեվարկության հարցազրույց, որը ենթադրում է անձնական որակների ստուգում, բարեվարկության ստուգում, մասնագիտական փորձառության ստուգում, հարցադրումներ են կատարվում տարբեր քրեական ենթամշակույթի վերաբերյալ անձի պատկերացումների, թիմային աշխատանքում ունեցած պատկերացումների, փորձառության մասին, անցած ճանապարհի մասին, բարեվարկության եզրակացությունից են հարցադրումներ կատարում եկամուտների եւ այլնի մասին։ Եվ այս փուլը ինքնին առանցին քննության փուլ է հանդիսանում եւ սա չհաղթահարելու դեպքում նույնպես անձը չի նշանակում թեկուզ եթե մասնագիտական քննությունը հաղթահարած լինի եւ այստեղ շատ կարեւոր է հակակոռուպցիոն կոմիտեում կադրերի համալրման մրցույթային գործընթացում թափանցիկությունը, քանի որ հանձնաժողովը բաղկացած է ընդամենը 3 տեխնացու հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներից, 1 կառավարության ներկայացուցիչ եւ 1 քաղաքասարության ներկայացուցիչ, որը ել ավելի թափանցիկ է դարձնում մրցույթը, քանի որ քաղաքասարության ներկայացուցիչը հանդիսանալով հանձնաժողովի անդամ ունի հավասար ձայնի իրավունք, ոնց մյուսները։ Բացի այդ, թափուր հաստիքի մասին մրցույթ հայտարարելուց հետ մեկտեղ դիտորդի մրցույթ է հայտարարվում, որի համար համապատասխան պահանջներ կան եւ եթե անձը համապատասխանում է պահանջներին, դիտորդը ներկայ է գտնվում ամբողջ քննության process-ին եւ որոշակի ենթադրյալ խախտումների, անհամապատասխանությունների դեպքում կարող է բարձրաձայնել, հայտարարությամբ հանդես գալ։ Բացի այդ, բարեվարկության հարցազրույցի ընթացքում ներգրավում է նաեւ հոգեբան, որը նույնպես իր խորհրդատվական կարծիքն է տալիս հանձնաժողովին, որը հանձնաժողովը հաշվի է առնում իր եզրակացության կամ գնահատման գալիս, որտեղ կան համապատասխան միավորներ, որ պետք է անձը հաղթահարի եւ հատկապես օրինակ բարեվարկության փուլից այստեղ ձևավորված միավորներից 35 միավորը պետք է ստանա, որպեսզի հաղթահարի բարեվարկության փուլը, որից 22-ը միայն բարեվարկությունից պետք է ստացած լինի։ Եվ մի կարևոր նշում էլ, որ հակակոռուպցիոն կոմիտեում բացասական եզրակացություն ստացած բարեվարկության բացասական եզրակացություն ստացած անձիկ չեն նշանակվել։
Պարոն Ասատյան, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Շնորհակալություն եմ հայտնում նաև բաց եւ թափանցիկ աշխատանք իրականացնելու համար։ Առաջարկում եմ ամփոփելով 2025 թվականը շնորհավորական ուղերձ մեր հասարակությանը եւ խոսք կոմիտեի կողմից շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, միանշանակ հաղորդաշարի մասով եւս շնորհակալություն եմ հայտնում, քանի որ այն հանրային իրազեկվածության, հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության առումով կարևոր գործիքներից մեկն է եւ սրա արդյունքում ոչ միայն հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնվում են ոչ միայն խնդիրներ, այլ դուք նաեւ նպաստում եք կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, սրա համար շատ շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին ամանորի կապակցությամբ, ցանկանում եմ խաղաղություն, առողջություն ու ձեռքբերումներ։ Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրում ել ավելի ամրանան արդարության եւ պատասխանատվության սկզբունքները եւ պետական մարմինների եւ հասարակության միջև ձևավորվի պարզ, վստահելի եւ գործընկերային շփում կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման եւ առհասարակ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձևավորման հարցում։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն ամփոփելով ներկայացված տվյալները արձանագրենք մի քանի կարևոր փաստ։ Հաշվետու տարում նախաքննություն է իրականացվել բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցից շատերը վերաբերել են բարդ եւ բազմադրվակ կոռուպցիոն դեպքերին, ստացել են հասարակական մեծ հնչեղություն։ Առավել ուշագրավներից նշենք մի քանիսը. Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի վերաբերյալ վարույթը, Բաղաշապատ համայնքի ղեկավար Դիաննա Գասպարյանի վերաբերյալ վարույթը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանելյանի եւ նույն համայնքապետարանի բաժնի պետ Միասնիկ Կոստանյանի կողմից խմբի կազմում այլ անձանց օժանդակությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ շուկայական արժեքով 11 հեկտար հողամասը ապօրինի օտարելու վերաբերյալ վարույթը, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչի կողմից խոշոր չափերով 10,000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու, վերջինիս օժանդակելու եւ դատավորին կաշառք տալու վերաբերյալ վարույթը, ՍԱՏՄ ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու վերաբերյալ վարույթը, ջրային կոմիտեի նախկին նախագահի վերաբերյալ վարույթը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի եւ մյուսների մասով վարույթը։ Նախաձեռնված այս վարույթները ու հակակոռուպցիոն կոմիտեի մեր զրուցակցի կողմից ներկայացված փոփոխությունները հուշում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղված նոր քայլերը նկատելի կլինեն 2026 թվականին։ Արձանագրված ցուցանիշները տալիս են դրա բոլոր նախադրյալները։ Իրավական համակարգի արդյունավետությունը հնարավոր չէ պատկերացնել առանց անկախ եւ ուժեղ փաստաբանական համայնքի։ Տարին, որն ամփոփում ենք, փաստաբանների պալատի համար նշանավորվեց մասնագիտական պատասխանատվության բարձրացմամբ, համակարգային զարգացումներով եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքով։ Մասնագիտական էթիկայի պահպանումը, իրավաբանական օգնության հասանելիության ապահովումը եւ փաստաբանական ինստիտուտի ամրապնդումը մնացին առաջնահերթություն։ Իսկ թե ինչ աշխատանքներ են իրականացվել եւ ինչ մարտահրավերներ հաղթահարվել, ներկայացնում է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ 2025 թվականը բավականին ծանրաբեռնված եւ մարտահրավերներով լի էր փաստաբանական համայնքի համար։ Ինչպես ամեն տարի, փաստաբաններն այս տարի եւս հանդիպեցին մի շարք լուրջ իրավական խնդիրների։ Իրավունքի խախտումներ, ձերբակալումներ, մի շարք խնդիրներ, որոնց առանցքում ոչ միայն փաստաբանական համայնքի ներկայացուցիչների պաշտպանությունն է, այլև հենց քաղաքացու շահերի պաշտպանությունը։ Ինչ ռազմավարություն է ընտրել փաստաբանական համայնքը 2026 թվականի ընթացքում, ինչ նոր ծրագրեր եւ փոփոխություններ են սպասվում։ Այս ամենին մեծ զրույցում անդրադարձավ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Պարոն Բաբայան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու եւ համաձայնվելու համար 2025 թվականը ամփոփելու այդ գործընթացը միասին կազմակերպելու։ Քանի որ խոսում ենք մի տարվա մասին, որ բավականին ծանր էր բոլորիս համար եւ ծանր էր նաեւ փաստաբանական համայնքի համար լի մարտահրավերներով, ուզում եմ անդրադառնալ 2025 թվականի թե ձեռքբերումներին, թե անելիքներին եւ այն միջադեպերին, որոնք արձանագրվեցին եւ որոնց վերաբերյալ կրկին լուրջ քայլեր կատարվեց փաստաբանական համայնքի եւ փաստաբանական պալատի կողմից։ Ես եմ շնորհակալ նման առիթ ընձեռնելու համար եւ հնարավորություն ընձեռնելու համար քննարկելու մեր խնդիրները եւ իսկապես այո, անցյալ տարին բավականին
լի էր իրադարձություններով, ինչպես դրական, այնպես էլ բացասական իրադարձություններով եւ ունեցանք ինչպես բացասական դեպքեր, այնպես էլ դրական որոշակի իրադարձություններ, ու առաջի խնդիրներին անդրադառնանք, իսկապես ունեցանք դեպքեր, երբ որ ոտնահարվեցին մեր փաստաբանների իրավունքները, փաստաբանների նկատմամբ կիրառվեց անհամաչափ, այսպես ասած, ներգործություն, անհամաչափ ուժ, որոշակի փաստաբաններ հայտնվեցին անազատության մեջ, իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ, ինչը բնականաբար առաջնային եւ մեր համար ոչ ընդունելի դրսեւորում է, որի վերաբերյալ իհարկե բարձրաձայնել ենք բոլոր հնարավոր միջազգային կառույցներում եւ կարծում եմ դեռ գնահատականները կունենանք, ինչպես ունեցել ենք, այնպես էլ կունենանք նաեւ ապագայում։ Մյուս խնդիրը ի վերջո դա հարկային օրենսդրության փոփոխություններն էին։ Մենք տարբեր առիթներով եւ բազմիցս խոսել ենք այդ մասին, դրա բացասական հետևանքների մասին։ Ունեցանք այն ինչ որ ունենք, ցավոք սրտի ուրեմն գործադիր իշխանության հետ մենք չկարողացանք կամ կոնսենսուսի եւ ինչ որ ձևով զսպենք այս շեշտակի հարկային օրենսդրության փոփոխությունները, մի դերական մի բան պարզապես ընդհանրապես լուծվեց, պարզապես թույլատրվեց փաստաբաններին մինչև 5% անվճար մատուցել իրավաբանական օգնություն։ Մյուս խնդիրը, որի մասին կուզենայի նաև խոսել, սա ինստիտուցիոնալ առումով այնուամենայնիվ փաստաբանական առաքելության հանգալումն էր, որը որ նաև սա արդեն ոչ թե պետություն, փաստաբանություն փոխհարաբերությունների մասին է պետք խոսել, այլ հասարակություն եւ փաստաբանություն փոխհարաբերությունների մասին է պետք խոսել, ստեղ էլ ունենք դրական տեղաշարժ, այս տարին ցույց է տալիս, որ այնուամենայնիվ փաստաբանը իր առաքելությամբ արդեն ավելի հավուր պատշաճի է ընկալվում հասարակության կողմից, փաստաբանը կարծես թե կամաց-կամաց զբաղեցնում է իր այն տեղը, որը որ հասարակության ընկալման մեջ է, որը որ պետք է զբաղեցնի։ Նաև ունեցել ենք ձեռբերումներից մեկը ձեր առջևում դրված է, դա փաստաբանությունը Հայաստանի Հանրապետությունում ուսումնամեթոդական ձեռնարկն է, որը հավակնում է լինել վաղը արդեն կարելի ասել դասագիրք, սա պետք է ասենք, որ փաստաբանական ակադեմիայի ջանքերով ստեղծված ուրեմն աշխատություն է, ասեմ, որ մենք տարիներ շարունակ չենք ունեցել նմանատիպ դասագիրք, նմանատիպ գիտական, այսպես ասած, ամփոփ ձեռնարկ, որտեղ որ ներկայացում է Հայաստանի Հանրապետության փաստաբանությունը իր բոլոր սպეციფիկաներով, իր բոլոր առանձնահատկություններով, իր բոլոր կարգավորումներով եւ զարգացման դինամիկայով բավականին ակտուալ ուրեմն աշխատություն է, որը որ 10 գիտնականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորություն եղավ ուրեմն հրատարակել սա, որից եմ կրկնում, սա փաստաբանական ակադեմիայի ջանքերով էր, սա արվեց։ Կարևոր ձեռբերումներից մեկը կասեմ, որ մեր միջազգային համագործակցությունն է ել ավելի ինտենսիվանում եւ հավաստում եմ դրա, նաեւ ասենք, որ այսօր քննարկվում է եւ դրական իմաստով է նաեւ քննարկվում գործադիր իշխանության կողմից փաստաբանական կոնվենցիայի ընդունումը, երկու բառով խոսենք, սա առհասարակ ինչ փաստաթուղթ է, Եվրոպայի խորհուրդը մայիս ամսին ընդունեց միջազգային այսպիսի կոնվենցիա, որտեղ համրագրված են փաստաբանների իրավունքների պաշտպանողությանը ուղղված առանցքային կարգավորումներ, շուրջ 20 Ինչի կարիք ունենք մենք իրապես։ Ինչի կարիքը մենք ունենք եւ 20 երկիր արդեն ստորագրեց, ես վերջերս ստացա արդեն անպատասխան գրագրության միջոցով դիրքորոշում, որտեղ գործադիր իշխանությունը կարծես թե դրական իմաստով է նայում սրան եւ Հայաստանն էլ կմիանա այդ կոնվենցիային, ինչ կարեւոր սա Ինչ ակնկալիքներ այո կարող են ունենալ։ Տեսեք, կոնվենցիան որևէ նոր երաշխիք, որը որ մեր օրենսդրությամբ ամրագրված չէ, չի նախատեսում։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ներքին օրենսդրությունը փաստաբանական գործունեության համատեքստում ունի ֆունդամենտալ բավականին ավելի միգուցե որոշակի իրավիճակներում խորքային երաշխիքներ,
Սակայն մենք բախվում ենք այսօրվա իրականությունին, այդ օրենսդրությունը չի կատարվում ցավոք սրտի։ Այո։ Չի կատարվում եւ դրա ապացույցն է նաեւ վերջին շրջանում տեղի ունեցող այդ դեպքերը։ Կոնվենցիոն կարգավորումը նախատեսում է մոնիտորինգային առանձին մարմնի ստեղծում վերպետական, որը որ գնահատական կտա փաստաբանության իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում եւ այդ գնահատականը իհարկե թե քաղաքական, թե իրավական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության վարկանիշի վրա։ Հետևաբար պետությունները պետք է այս առումով նաև ձգտեն, որպեսզի ապահովեն իրավունքի պաշտպանության եւ փաստաբանական բարձր մակարդակ։ Այդ երբ ասած զսպող մեխանիզմ է ներդրվելու։ Իդեպ ասեմ, մենք այս կոնվենցիան արդեն իսկ կիրառում ենք, այն իմաստով ենք կիրառում, որ այն բոլոր երևույթներին, որի շրջանակներում տալիս ենք մեր գնահատականը, արդեն իսկ վկայակոչում ենք այդ կոնվենցիոն կարգավորումները։ Սա եւս մի նշանակալի իրադարձություն է, որը որ այս տարիների ընթացքում այս տարվա ընթացքում մենք ունեցանք եւ դրական իմաստով գնում ենք դեպի դա։ Մնացած բոլոր առումներով փաստաբանության կյանքը տեսնում եք լի է իրադարձություններով, թե հասարակական կյանքի մասնակցության առումով մենք շարունակում ենք իրացնել այն ծրագրերը, որոնք որ նախաձեռնել ենք, մասնավորապես անվճար անգամ իրավաբանական օգնության հստակ անգամ այս հարկային ռեժիմի պայմաններում հարթակների տրամադրումը կարիքավորներին, հասարակության հետ կապերը ել ավելի սերտացնելով ունենք համապատասխան հաղորդում, փաստաբանի խորհրդով, որը որ ինտենսիվ մենք շարժվում ենք առաջ, եւ բազում այլ ծրագրեր, որոնք որ միշտ իրականացվել են եւ շարունակելու ենք իրականացնել, հաջորդ տարի եւս ունենք որոշակի արդեն իսկ պլանավորված ինտենսիվ գործողություններ, հիմա չեմ ուզում հատուկ ընկնել առաջ, բայց փորձելու ենք եւս ակտիվացնել այս առումով։ Շատ լավ, քանի որ մենք խոսում ենք այն մասին, որ արվում է հնարավոր բոլոր քայլերը կարիք ունեցող անձանց իրավաբանական օգնություն ցույց տալու եւ միաժամանակ ուզում եմ նաեւ մեր հեռուստադիտողներին հիշեցնել, որ տևական ժամանակ մենք բարձրաձայնում էինք այն հարցը, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունը վերաբերելի է լինելու նաեւ այն քաղաքացիներին, ովքեր օգտվելու են հանրային պաշտպանի գրասենյակից եւ ըստ էության ծավալն է մեծանալու այն անձանց, ովքեր դիմելու են։ Ինչ արդյունք ունենք, որովհետեւ բավականին երկար ժամանակ է անցել եւ ինչ ենք արձանագրել այս մասով։ Տեսեք, ծավալի աճ բնականաբար ունեցել ենք այսօր հանրային պաշտպանի գրասենյակը իր ողջ կարողություններով, ուրեմն մաքսիմալ կարողություններով գերլարված վիճակում իրականացնում է իր աշխատանքները, հատկապես քրեաիրավական ոլորտում, որ մեր հանրային պաշտպանները գերծանրաբեռված են եւ մենք ունեցանք վերջերս հաստիկների ավելացում, թվով 5 հաստիկով մեզ մոտ ավելանալու է հանրային պաշտպանի հաստիկները եւ այդ ամբողջը մենք ուղղելու ենք քրեաիրավական ուղղվածության եւ հանրային պաշտպանների համալրմանը, բայց ցավոք սրտի պետք է արձանագրել, որ այսօր հանրային պաշտպանի աշխատանքի գրավչությունը եւս նվազել է, ինչով է սա պայմանավորված։ Ծանրաբեռնվածությամբ առաջին հերթին ես կասեի։ Տեսեք, այո, ծանրաբեռնվածությամբ եւ ինչու՞ չէ նաեւ սոցիալական այս անհավասարությամբ։ Այո։ Մենք կա միջազգային այսպիսի ստանդարտ, որ հանրային պաշտպանության եւ հանրային պաշտպանների սոցիալական մակարդակը պետք է հավասար լինի մեղադրանքի կողմի սոցիալական մակարդակին։ Եվ ավելին ասեմ, մենք օրենքով ուղղակի ամրագրել ենք այդպիսի կարգավորում, ու կարգավորումը հետեւյալն է, հանրային պաշտպանը ստանում է բարձրացություն համահավասար Երևան քաղաքի ավագ դատախազի հաստիկին, այսինքն, բայց մենք ունենք այստեղ արդեն շեղում, այն առումով, որ Երևան քաղաքի օրինակ ավագ դատախազը կարողանում է օգտվել սոցիալական երաշխիքներից, մեկ ստանում է որոշակի, ինչ ասեմ, պարգևավճար, բոնուսներ կամ եւ այլը, որը հանրային պաշտպանը չի ստանում։ Նա ստանում է ֆիքսված աշխատավարձը։ Եվ եթե մենք գումարում ենք այդ սոցիալական փաթեթները, այդ պարգևավճարները, այդ տատանումը եւ տարբերությունը էական է դառնում եւ այս առումով ցավոք սրտի գրավչությունը գնալով նվազում է։ Իհարկե, այս նաև մյուս կողմից նաև լավ դարբնոց է երիտասարդ կադրերի համար, բայց այդ
հավասարությունը արդենից խախտված է։ Շատ լավ։ Մենք խոսեցինք այն մասին, որ մի շարք փաստաբաններ փաստացի հետապնդվեցին, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց։ Արդյոք կարելի ասել, որ այս իշխանությունը անում է որոշակի քայլեր նաև փաստաբանական համայնքին լրացնելու, որովհետև բավականին ակտիվ են նաև հասարակական կյանքում։ Այն որ նմանատիպ եզրահանգման կարելի է հանգել, դա ակնառու է, բայց սա պայմանավորված է եւս փաստաբանի կարգավիճակի ոչ ճիշտ ընկալմամբ։ Ինչ շատ անգամ հարց են տալիս, բայց ինչպես է, որ տվյալ փաստաբանը լինելով փաստաբան ներգրավում է քաղաքական գործընթացների մեջ։ Հասարակության մեջ տպավորությունը այն է, որ անձը կարող է քաղաքական գործունեության մեջ ներգրավել բացառապես այն դեպքերում, երբ որ չի զբաղվում որևէ այլ գործունեությամբ։ Պետք է տպավորությունը փոխել, հակառակը քաղաքական գործունեության չզբաղվելը արկելքը դա խիստ բացառիկ երևույթ է, որը որ վերաբերելի է որոշակի քաղաքացիական ծառայողների, որոշակի պաշտոն մնացած բոլոր դեպքերում մնացած անձը ազատ է իր քաղաքական դրսևորումները իրացնելու։ Նույնը վերաբերում է փաստաբաններին։ Փաստաբանի մասնագիտությունը ազատ մասնագիտություն է եւ այո նորմալ է որ փաստաբանը ներգրավում է որոշակի քաղաքական գործունեության կամ ունի քաղաքական որոշակի դիրքորոշում ավելին այդ քաղաքական դիրքորոշման համատեքստում նա արդյունավետ կարող է պաշտպանություն իրականացնել օրինակ իր քաղաքական թիմին աջակցելու նպատակով սա որևէ կերպ չի կարող նսեմացնել իր մասնագիտական կարգավիճակը այլ հարց է երբ որ նա նույնականացվում է իր վստահորդի հետ եւ զուտ այն տեսանկյունով դիտարկել որ գիտեք ինչ կա օրինակ Ռուբեն Մխիթարյանի դեպքը հա նա ունի որոշակի քաղաքական դիրքորոշում քաղաքական ուղղվածություն սակայն այն գործընթացը որտեղ որ նա իրականացնում էր իր հավանական օգնություն սա տեսախցիկների առջև էր տեղի ունենում սա որևէ կերպ չէր կարող իր օրինակ քաղաքական դիրքորոշումը նստեմացնել իր մասնագիտական կարգավիճակը այն չանենք որ ինքը միգուցե եւ այո քաղաքական դիրքորոշումն ինչ է նշանակում նա չի կարող անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերել նամանավանդ նմանատիպ եւ ավելին ասեմ փաստաբանների պալատը միշտ եւ այսօր նաեւ եւս միշտ իրացրել է այդպիսի առաքելություն, երբ որ քաղաքական հուզումներ են տեղի ունենում, մենք արագ ձևավորում ենք արագ արձագանքող խմբեր եւ կարիքավորներին անվճար իրավաբանական առաջնային օգնություն ենք տրամադրում։ Գործընկերներիցս մեկը լավ նշեց ազգային ժողովի ամբիոնից եւ ասես 18 թվականին մենք եւս ցուցաբերում ենք այդ անվճար իրավաբանական օգնությունը այն նույն այսօր իշխանության ներկայացուցիչներին, որոնք որ դրա կարիքը ունեն։ Այո, փաստաբանների պալատի առաքելությունը եւ փաստաբանի առաքելությունը դա մյուս կողմից էլ փաստաբանը կաշկանդված էր մասնագիտական էթիկայի շրջանակներում եւ տեսեք որոշակի տարբերություն խոսքի ազատության իրացման փաստաբանի եւ քաղաքացու կա տարբերություն ինչու որովհետեւ այն քննադատությունը որը որ իրացնում է փաստաբանը էթիկայի նորմերի շրջանակում է այո քաղաքացին նմանատիպ կաշկանդվածություն չունի եթե դա տեղի ունենում էթիկայի նորմերի շրջանակներում դա նորմալ է եւ փաստաբանի մասնագիտության հենց առանցքը հենց այդ քննադատությունն է անհամաձայնությունն է որը որ որոշակի իրավական երևույթների շրջանակներում անում է նաեւ ես կուզենայի մի այլ պարոն Բաբայան ես այստեղ ավելացնեմ որ այ եթե փաստաբանը էթիկայի նորմերի շրջանակում չէ հայտարարություն արել ես կարծում եմ այդ խնդիրը պետք է քննարկվի փաստաբանական պալատում հանձնաժողովի նիստի ժամանակ այլ ոչ թե ստանա քրեական հետապնդման Բնականաբար մի առանձնահատկություն էլ ասեմ տարբեր հարթակներում պաշտոնատար անձինք եւ այլը դիրքորոշում են հայտնում որ այ տեսեք այստեղ այսինչ process-ով այսինչ փաստաբանը հայտնեց այսպիսի դիրքորոշում կամ մամուլում այսպիսի հրապարակում տեղի ունեցավ կամ Facebook-յան այսպես ասած տիրույթում ինչ որ բացասական հայտարարություն է տեղի ունեցել փաստաբանի կողմից տեսեք փաստաբանների պալատը վերացական վերահսկողություն իրականացնող չէ ամիջական վերահսկողություն իրականացնող չէ նա այստեղ խնդիրը հետեւյալն է մենք պետք է առիթ ունենանք մենք չունենք մոնիտորինգային անձնախումբ որը որ 3000 գործող փաստաբանների նկատմամբ հսկողություն է իրականացնում գիշեր-ցերեկ, հա, եւ տեսնում ենք որ մի փաստաբանը որևէ դատական process-ում կամ որևէ հարթակում
ինչ դիրքորոշում հայտնեց։ Այո, անհրաժեշտ է դիմումի առկայություն։ Անհրաժեշտ է դիմումի առկայություն, որպեսզի պայմանները մեզ մոտ նախաձեռնում է վարույթով մենք քննարկում ենք այդ հարցը արդյոք անձը ենթարկա է կարգապահական պատասխանատվության եւ թե ոչ։ Մյուս կարևոր ասպեկտներ պետք է դիտարկել։ Տեսեք, փաստաբանները, մենք ունենք փաստաբաններ, որոնք, ինչպես նշեցի, իրականացնում են ակտիվ քաղաքական գործունեություն։ Անկամ ձեզ հայտնի շատ քաղաքական գործիչներ ունեն փաստաբանի կարգավիճակ։ Կարևոր է նաև հասկանալ, որ եթե նա իրականացնում է քաղաքական գործունեություն եւ սա փաստաբանական գործունեություն չի, այսինքն տվյալ անձը իրականացնում է կուսակցության ղեկավար է կամ կուսակցական որոշակի աշխատանքներ է կատարում եւ այլն, հա, սա եւս մենք չենք կարող դիտարկել իր մասնագիտական տիրույթում էթիկայի պահպանման շրջանակներում։ Այո, իմ օրինակով ասեմ, եթե ես որպես լրագրող որևէ կարծիք հնչեցնեմ, որ էթիկայի նորմերին համապատասխան չլինի, բայց դա ես հնչեցնեմ լրագրողական գործունեության իրականացման ընթացքում, դա բնականաբար չի կարող քննարկվել փաստաբանական գործունեության։ Այո, եւ այս մոտեցումը կա, ես չեմ ուզում անձանց անուններ վկայակոչեմ, մենք ունենք շատ ակտիվ քաղաքական գործիչներ, որոնք որ նաեւ ունեն փաստաբանի կարգավիճակ։ Եթե նրանց քաղաքական գործունեությունը մենք դիտարկենք փաստաբանական էթիկայի նորմերի լույսի ներքո, ապա բնականաբար միգուցե եւ խախտման հատկանիշներ այստեղ լինեն, բայց քանզի դա փաստաբանական գործունեություն չի, դա քաղաքական գործունեություն չի, սա մեր դիտանկյունում չի կարող տեղավորվել։ Շատ լավ։ Պարոն Բաբայան, տոնական օրեր են եւ անկախ նրանից, որ որոշներն ունեն տոնական տրամադրություն, որոշները պատրաստվում են տոնը եւ մենք բոլորս պետք է ամփոփելով 2025 թվականը կարողանանք 2026 թվականը մոտ գործել իրոք սպասումներով եւ իրոք դրական տրամադրվածությամբ։ Ձեր հորդորը, ձեր շնորհավորանքը։ Ես առիթ օգտագործելով ուզում եմ շնորհավորեմ մեր բոլոր գործընկերներին Սուրբ Ծնունդի եւ Ամանորի կապակցությամբ մաղթեմ բեղմնավոր արգասաբեր գործունեություն աշխատանք փաստաբաններին, շարունակեն լինել միասնական, ինքնակառավարվող եւ անկախ եւ ամուր լինեն, որպեսզի կարողանանք դիմակայենք մեր առօրյա, այսպես ասած, մարտահրավերները եւ ապագա տարին եւս խոստանում է լինել իրադարձություններով շատ, թե դրական իմաստով, թե ակնկալվում է նաև որոշակի քաղաքական ակտիվություն, ինչը հանգեցնելու է բնականաբար նաև ենթադրում որ կունենանք բացասական հետևանքներ, մենք պետք է լինենք հասարակության կողքին, սա մեր խորհրդանիշն է, նաև մենք հանդիսանում ենք հասարակության պաշտպանը, որպեսզի կարողանանք նաև այս հատկանիշներով օժտված լինելով կարողանանք արդյունավետ ապահովել անձանց իրավունքների պաշտպանությունը։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհավորում ենք եւ շնորհակալություն հայտնում այն ահռելի աշխատանքի համար, որ կատարում է պալատը եւ իրոք ակնկալում 2026 թվականին էլ ավելի լավ տարի, քան 2025-ն ենք արձանագրել։ Շնորհակալ ենք։ Ինչ նոր նախաձեռնություններով հանդես կգա փաստաբանական համայնքն ու ծառացած մարտահրավերների դեմ պայքարի ինչ քայլեր կձեռնարկվեն հաջորդիվ, անպատճառ տեղ կգտնեն եկող տարվա մեր եթերներում։ Իսկ փաստաբաններից յուրաքանչյուրի հետ ունեցած մեր համատեղ աշխատանքը մշտապես կառուցվել է փոխադարձ վստահության եւ պրոֆեսիոնալիզմի վրա, ինչի համար հաղորդաշարի անձնակազմը եւս շնորհակալ եմ։ Ֆրանսիացի մեծ մտածող Վիկտոր Հյուգոն շատ ճշգրիտ է ձևակերպել այս պահի էությունն, ասելով, որ ապագան ունի բազմաթիվ անուններ՝ թույլերի համար անհասանելի, վախեցողների համար անհայտ, քաջերի համար հնարավորություն։ Այս խոսքերը հատկապես արդիական են այսօր։ Ապագան ինքնին ոչ սպառնալիք է եւ ոչ էլ պատրանք։ Այն դառնում է այնպիսի, ինչպիսին մենք ենք այն ընդունում մեր ընտրություններով, մեր պատասխանատվությամբ եւ մեր պատրաստակամությամբ պաշտպանելու արժեքները, որոնց վրա ուզում ենք կառուցել վաղվա օրը։ Այնպես որ ճիշտ առիթ է տոնական այս օրերին պլանավորել վաղվա օրը հենց այս արժեքների համատեքստում։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։